Մենք մեր շուրջը տեսնում ենք ծնողների, որոնք շատ ներդրված են երեխայի կյանքում, այսպես ամբողջ օրը ապրում են երեխայի կյանքով, կարծես երեխայի հաջողություններով, ձեռքբերումներով, անդադանում, բերում, գնում, գալիս, եւ առաջին հայացքից այդտեղ մենք տեսնում ենք սեր, նվիրում, բայց սիրուց բացի այդտեղ կա ծնողի չապրած կյանքի ցավը։ Եվ ստացվում է, որ ծնողը ապրում է երեխայի երազանքներով, որի մեջ կարծես փորձում է ինքը այսպես իր հետ մանկության տարիները գնալ եւ իր պահանջմունքները բավարարել, ինքը իր չապրած տարիները, չապրած երազանքները երեխայի մեջ տեսնել։ Հաճախ հենց ուղիղ տեքստով էլ ասում են, որ ես չեմ արել, դու արա, ես հաջողեցի, դու հաջողի, ես այդ պայմաններն ու հնարավորությունները չեմ ունեցել, հիմա ես ամեն ինչ կանեմ, որ երեխաս հասնի այդ ամեն ինչին, եւ ստացվում է, որ երբ որ երեխան սկսում է ապրել ծնողի կյանքով, երեխան կորցնում է իր կյանքը։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք որպես ծնող կարողանանք գտնել այդ սահմանը, որտեղ է, որ արդեն ես երեխայի միջոցով կարծես ռեալիզացվում եմ, երեխայի միջոցով կարծես իմ չապրած տարիներն եմ փորձում ռեալիզացնել։ Այդ միտքը գալիս է, որովհետև դուք մտածում եք, որ վերջ ձեր կյանքը արդեն անցավ, հիմա դուք պետք է ապրեք երեխայի կյանքով, բայց դա անել պետք չէ։ Երեխան առանձին մարդ է, թողեք ինքը ապրի իր կյանքը, դուք էլ ապրեք ձեր կյանքը։